Անի Հովանիսյան։ Չկար չարիք առանց բարիքի։ Դավիթը բառացիորեն ներս ընկավ Մարիամի բնակարան։ Կինը դեռ չէր հասցրել բացել դուռը, երբ նա օրորվելով առաջ քայլեց ու քիչ մնաց ընկներ։ Կընկներ, եթե Մարիամը ուսը չդեմ աներ և նրան մինչև բազմոց չքաշեր, ինչպես բուժքույրը մարտի դաշտից վիրավորին։ Իրականում նա հենց վիրավոր էր։ Մարիամը դա շատ լավ գիտեր և այդ պատճառով առանձնապես չզարմացավ անժամանակ այցից և հյուրի վիճակից։ Դավիթը մինչև վերջ հարբած էր, ինչպես կասեր Մարիամի մայրը։ Տապալվելով Մարիամի բազմոցին, որը նա արդեն հասցրել էր բացել պատրաստվելով քնել, անկոչ հյուրն անմիջապես սկսեց խռմփացնել, իսկ տանտիրուհին ստիպված եղավ քնել դստեր սենյակում, ով արձակուրդների կապակցությամբ հյուրընկալվել էր տատիկի մոտ, Գյումրիում։ Մարիամը գրեթե չքնեց։ Վերջին շրջանում քնի հետ կապված ընդհանրապես խնդիրներ կային։ Դրան էլ գումարած Դավիթի ձայները, ով ժամանակ առ ժամանակ մարտական ձիու պես խռմփացնում էր, սկսում մրմնջալ ու անհանգիստ շարժվել։ Նա շուտ արթնացավ, կամաց լվացվեց, աշխատելով չաղմկել, սուրճ եփեց, նախաճաշ պատրաստեց և իր, և Դավիթի համար։ Վերջինս սակայն չնախաճաշեց։ Երկար ու մեղավոր կերպով ցողվում էր լոգարանում, հետո դուրս եկավ կրմրած, մեղավոր, մոլորված, խճճված մազերով, սովորականից ավելի շատ նմանվելով ոզնու։ Նրա մազերը կոշտ էին, միշտ փշերի պես ցցված։ «Մարի, իսկ մենք քեզ հետ ինչ», սարսափով հարցրեց նա, մտնելով խոհանոց։ «3», այլևս ոչինչ չկարողացավ արտասանել։ Բայց առանց այդ էլ պարզ էր, թե ինչով է հետաքրքրվում, արդյոք իրենց միջև բան եղել է, թե ոչ։ Ինքն արդեն չի հիշում, երևի անգամ չի հիշում, թե ինչպես է այստեղ հասել։ Ուղղակի ոտքերի մեխանիկական հիշողությունն է, ենթագիտակցական մակարդակում արմատավորված սովորություն, որևէ բան պատահելու դեպքում գնալ այս հասցեով։ Իսկ առավոտյան արթնացավ և իրեն հայտնաբերեց Մարիամի բացված բազմոցին։ Մարիամը հանել էր նրա ջինսերը, իսկ շապիկը երևում է նա ինքն էր գիշերը հանել։ Երևի շոքել էր։ «Մի անհանգստացիր», հանգստացրեց Դավիթին Մարիամը սուրճը կում-կում խմելով։ «Ոչինչ չի եղել։ Մենք դրանցից չենք», վերջին բառը Մարիամը շեշտեց ձայնով։ Դավիթը լուռ գլխով արեց։ «Այո, դա հաստատ։ Ես գնամ, Մարի, դու կներես», ասաց նա կոշիկները հագնելով։ «3 մի բան էր պատահել ինձ հետ»։ Նրա ձայնն իջավ մինչև շշուկի։ Մարիամը չէր բարկանում։ Նա ինքն էլ կցանկանար մինչև անգիտակցության աստիճանի հարբել, բայց հասարակության մեջ ինչ-որ կերպ ընդունված է, որ տղամարդիկ կարող են իրենց դա թույլ տալ, ինչպես և այլ խենթություններն ու զեղությունները։ Իսկ կանայք ոչ։ «Դու աղջիկ ես», մանկուցներ շնչում են մայրերը, և դա խարանի պես է։ Համբերիր, քեզ պարկեշտ պահիր, եղիր պատասխանատու, մի արա այնպիսի արարքներ, որոնց համար հետո կամաչես, թե չէ մարդիկ ծուղ կնայեն։ Դավիթը գնաց։ Մարիամը նստեց աթոռակին, ուզում էր լաց լինել, նույնիսկ քիթը կնճռոտեց, բայց փոշմանեց։ Չկարողացավ։ Արցունքներն արդեն սպառվել էին, այնքան էր լաց եղել, որ աղբյուրը ցամաքել էր։ Եթե դեռ 1 տարի առաջ որևէ մեկը Մարիամին ասեր, որ նա կհայտնվի նման իրավիճակում, նա այդ մարդու երեսին կծիծաղեր։ Դա չի կարող պատահել, որովհետև երբեք չի կարող լինել։ Արսենը, նրա սիրելի ամուսին Արսենը, չափազանց պարկեշտ մարդ էր։ Երբ ֆիլմերում կամ հեռուստահաղորդումներում ցույց էին տալիս տղամարդկանց, ովքեր դավաճանել են իրենց կանանց, հեռացել են ընտանիքից, լքել երեխաներին, նա նյարդայնանում էր, դատապարտում, դուրս էր գալիս պատշգամբ ծխելու, վրդովված շարժելով հոնքերը։ Այդ ինչպես է հնարավոր։ Դրանք ընդհանրապես տղամարդիկ չեն, այլ խղճուկ ծաղրանկարներ, քանի որ տղամարդու գլխավոր հատկանիշը հուսալիությունն ու հավատարմությունն են, հավատարմություն պարտքին, հայրենիքին, կնոջը։ Եվ երբ նույն այդ մարդը մի երեկո եկավ աշխատանքից և ասաց, որ սիրահարվել է ուրիշին, ոչինչ չի կարող անել իր հետ և մենք պետք է բաժանվենք, ի դեպ, իմ ճամպրուկը չես տեսել, ինչ որ չեմ գտնում։ Վերնահարկում չկար։ Մարիամն այնքան էր ապշել, որ ծիծաղեց, չհավատաց։ Այդ ինչ կատակ է, Արսեն, հարցրեց նա։ Պարզվեց ոչ մի կատակ էլ չկա։ Ավելին, սիրելի կինը երիտասարդ գիշատիչներից որևէ անծանոթ տիկին չէր, այլ Լիլիթը, կամ ինչպես բոլորն էին ասում, Լիլին,
Արսենի հորեղբոր տղայի կինը։ Ոչ միայն բարեկամուհի, այլև Մարիամի ընկերուհին։ Ահա այսպիսի սիրային քառակուսի։ Այս 4-ի միջև կապը ավելի քան ամուր էր։ Ապրում էին նույն թաղամասում, բոլոր տոներն ու արձակուրդներն անցկացնում էին միասին, Լիլին եւ Մարիամը ծննդաբերել էին իրար հետևից մարտ ամսին, միայն թե Մարիամի երախան չէր ապրել։ Եվ այս ողբերգությունը Մարիամն ու իր ամուսինը նույնպես հաղթահարեցին իրենց լավագույն ընկերների աջակցությամբ։ 2 տարի անց Մարիամն ու Արսենը դուստր ունեցան, եւ երբ ժամանակը եկավ, նրանք նրան տարան նույն մանկապարտեզն ու նույն դպրոցը, ուր հաճախում էր Դավիթի եւ Լիլիի որդին։ Մի խոսքով, ողջ կյանքն անցնում էր ուսուսի, միմյանց աչքի առաջ։ 3 տարի առաջ Լիլին կորցրեց աշխատանքը, եւ Արսենը նրան տեղավորեց իր ընկերությունում։ Դե, այսինքն ընկերությունն անձամբ իրենը չէր, պարզապես նա այնտեղ աշխատում էր գրեթե 15 տարի, եւ այդ ժամանակվանից էլ Լիլին սկսեց այնտեղ աշխատել։ Եվ ինչ-որ կերպ այդ ամենը շատ ճարպիկ եւ հաջող ստացվեց։ Նրան սկսեցին գնահատել, լավ պաշտոն տվեցին, աշխատանքն էլ հետաքրքիր էր, աշխատավարձն էլ բարձրացավ։ Բացի այդ, Լիլիի ու Արսենի մոտ առաջացան ընդհանուր կատակներ, խոսակցություններ, խնդիրներ։ Համատեղ ընտանեկան հավաքույթների ժամանակ նրանք երկու ձայնով միասնաբար հայհոյում կամ գովաբանում էին ղեկավարությանն ու գործընկերներին, քննարկում էին նոր նախագծերը, ուրախանում հաջողություններով եւ վերապրում անհաջողությունները, եթե այդպիսիք պատահում էին։ Ուր պահին այդ ամենը վերածվեց ավելի մեծ բանի։ Ոչ Մարիամը, ոչ Դավիթը չհասկացան, չնկատեցին։ Ժամանակ չկար։ Գործերը ինչպես միշտ շատ էին, կյանքն էլ հիմա ինչպիսի խենթ ռիթմով է ընթանում։ Եվ բացի այդ չէին զննում, քանի որ վստահում էին։ Դա հիմա է հիմարություն թվում։ Հիմարություն է հավատալ, երբ քեզ ասում են, որ հրատապ պետք է գործուղման մեկնել, թեև երբեք նման անհրաժեշտություն չէր եղել։ Կամ իբր թե աշխատավայրում շատ գործ կա, ուշ կգամ, դու մի սպասիր ու քնիր։ Եվ այսպես ամեն շաբաթ, գրեթե օր ընդմեջ։ Հիմա շատ բան պարզ ու հասկանալի է թվում, բայց այն ժամանակ հավատում էին եւ Դավիթը եւ Մարիամը։ Գաղափար անգամ չունեին, որ իրենց երեսին ստում են, իսկ հետո ահա եւ ամուսնալուծությունը։ Դավիթի հարբած այցելությունից 3 օր անց Մարիամի խոհանոցից օրակը փչացավ։ Նա մի կերպ փակեց ջուրը, պտտելով լվացարանի տակի փականը։ Իսկ ինչ անել հետո։ Ձեռքն ինքնաբերաբար ձգվեց դեպի հեռախոսը եւ հավաքեց Դավիթի համարը։ Բանն այն է, որ նրանց քարյակում Արսենը խելոքն էր համարվում, իսկ Դավիթը ճարտար ձեռք էր ունեցողը։ Նա ավտոփականագերտ էր աշխատում։ Ճիշտ այդպես էլ Մարիամը հասարակ էր, առանց ավելորդությունների, սովորական ու տնտեսվար, աշխատում էր կենցաղային տեխնիկայի պահեստում, իսկ Լիլին արվեստի գծով էր, դիզայներ։ Կարճ ասած, եթե մի բան փչանում էր, վերանորոգում էր պահանջվում, պետք էր դարակ կախել, լողարանը վերանորոգել եւ այլ նմանատիպ բաներ, ապա միշտ Դավիթին էին կանչում։ Բայց այս անգամ Դավիթի փոխարեն հայտնվեց նրանց հիանալի որդին, Տիգրանը, մռայլ, լռակյաց, աշխարհով ամեն ինչից դժգոհ, ինչպես դեռահասների մեծ մասը։ Նա նախկինում էլ ուրախ բնավորությամբ աչքի չէր ընկնում, միշտ զուսպ էր եւ լուրջ մանկուցիվ էր։ Այսպիսի փոքրիկ խիստ տղամարդ։ Իսկ հիմա առավել եւս։ Ինչ է եղել մորքուր Մարի, խրպոտ ձայնով հարցրեց նա, քորելով ճակատը ճիշտ հորպես։ Մարիամը Տիգրանին տարավ խոհանոց, ցույց տվեց։ Թե ինչու Դավիթը չեկավ, չհարցրեց, հասկանում էր, որ նա ամաչում է իր վերջին պահվածքի համար, իզուր է նա ամաչում, բայց ինչպես համոզես։ Տիգրանը փորփրում էր ծորակը, Մարիամը նստած էր աթոռակին, լռում էին, որդին հորն էր քաշել, ոսկե ձեռքեր ուներ, եւ ընդհանրապես տղան վաղ տարիքից նրա հետ շատ ավելի լավ էր լեզու գտնում, քան մորը։ Ուստի ոչ մեկի մոտ էլ հարց չառաջացավ, թե ծնողներից ում հետ նա կմնա նրանց բաժանվելուց հետո։ Իր 15 տարեկանում նա արդեն կարող էր ինքը որոշել, եւ որոշումն ակնհայտ էր։ Մայրը ինեւ չէր պնդում։ Նա ու Արսենը հիմա ապրում էին մի փոքրիկ բնակարանում, որն ուներ մինչ ամուսնությունը։ Տիգրանն այնտեղ նույնիսկ չէր տեղավորվի եւ ճիշտն ասած միայն կխանգարեր նոր ապսակներին։ Մարիամի եւ Արսենի դստերը ոչ ոք ընտրության հնարավորություն չէր տվել։ Նա դեռ փոքր էր դրա համար, բայց ցանկացած դեպքում կաջակցեր մորը։ Այն բանից հետո, երբ Արսենը հեռացավ ընտանիքից, Նարեն նրա հետ ոչ մի անգամ չխոսեց, չկարողացավ ներել։ Թեև մայրը համոզում էր, որ Արսենը չի դադարել լինել նրա հայրը, չնայած դադարել է լինել մորամուսինը։ Նորոգումն ավարտելով Տիգրանը հավաքեց գործիքներն ու շարժվեց դեպի միջանցք։ Ուր ես գնում, անհանգստացավ Մարիամը, սպասիր գունե մի բաժակ թեյ խմիր։ Տղան հանկարծ շրջվեց նրա կողմը եւ Մարիամը ետ քաշվեց։ Նրա դեմքին այնքան վիշտ ու զայրույթ կար։
Դուք կույր եք, թե հիմար, լավ, հայրս հայր է, բայց դուք ինչպես անմիջապես չկանխեցիք այս ամենը, ինչպես թույլ տվեցիք ձեր դրանց։ Տիգրանը շնչակտուր էր լինում, աչքերում արցունքներ փայլեցին, բայց երբ Մարիամը ձգվեց նրա կողմը հանգստացնելու նպատակով, հրեց նրան, ոտքերը մցրեց մաշված մարզակոշիկների մեջ ու դուրս վազած։ Մարիամն անզորությամբ իջեցրեց ձեռքերը։ Եթե նա մնար եւ ինքը ստիպված լիներ պատասխանել, պատասխան չէր գտնի, բայց հիմա կարևորը այն էր, որ Տիգրանը հիմարություններ չանի։ Երևում է, չէ՞, թե որքան ուժեղ է ապրամիցում։ Մարիամը նետվեց դեպի հեռախոսը։ Դավիթ, Տիգրանն ինձ մոտ էր, ամեն ինչ սարքեց, շնորհակալ եմ, արագ ասաց նա։ Նա տուն դեռ չի վերադարձել։ Ոչ, իսկ ինչ է եղել, նա տխրել էր։ Եվ Մարիամը լռեց, չիմանալով թե էլ ինչ ասել։ Դավիթը հազաց եւ խոսեց թոք-շոուի հաղորդավարի տոնով։ Նրա համար դժվար է, բայց նա կհաղթահարի եւ մենք կհաղթահարենք։ Բանն այն է, նա խոսում էր, իսկ Մարիամի ականջներն ասես խցանվել էին։ Նա հանկարծ հստակ հասկացավ, որ հեռախոսափողի մյուս ծայրին Դավիթն է, հենց նա, ով Արսենի հետ միասին իրեն հանում էր ծննդատնից, օգնում էր վերանորոգել բնակարանը, ում հետ նրանք գնում էին ծով, թունավորվել էին ռեստորանում եւ միասին հայտնվել հիվանդանոցում, ում հետ միշտ դիմավորում էին ամանորը։ Սա այն Դավիթն է, ով հիանալի կիթառ է նվագում, պաշտում է Հախվերդյանին եւ Մեշչանին, ինչպես եւ ինքը, Մարիամը, ով մայիսին ալերգիա ունի, ուստի աչքերը միշտ արցունքոտ են, իսկ քիթը կարմիր։ Իսկ բամբասկոտ հարևանուհին կարծում է, թե նա հարբեցողության մեջ է ընկնում։ Նույն այն Դավիթը, ով համեղագույն սուրճ է եփում եւ նույնիսկ կարկանդակներ է թխում։ Նա իրեն ավելի թեթև զգաց, որովհետև հիշեց, որ պետք չէ ձևացնել ու բառեր փնտրել։ Ընդհանուր դժբախտությունն ինչ-որ ժամանակով նրանց օտար էր դարձրել։ Այդպես պատահում է, վիշտը միշտ չէ, որ մտերմացնում է, բայց ընդհանուր առմամբ դա ճիշտ չէ։ Պետք չէ թույլ տալ, որ քեզնից խլեն ամեն ինչ, նույնիսկ ընկերությունը, եթե արդեն խլել են սերը։ Հերիք է Դավո, հանկարծ ասաց նա, ընդհատելով նրան, առանց մինչև վերջ լսելու։ Իսկապես, ինչու ենք այսպես պահում մեզ։ Շուրջ բոլորն ենք պտտվում, կիսակքած ենք քայլում, մի պարզ բառ չենք ասում։ Ամաչում ես, որ հարբել էիր, անգամ ձորակը սարքելու չեկար, մտածում էիր կդատապարտեմ, այ քեզ հիմար, ես եմ, ես, մոռացել ես, մեր հոգու մեջ թքեցին եւ դրա համար պետք է իրարից փախչենք։ Նա լռեց, իսկ հետո պատասխանեց. Տիգրանը եկավ, մի անհանգստացիր։ Նարեն Յումրիում է, չէ՞, փաստորեն մենակ ես։ Մենք Տիգրանի հետ համերգի ենք պատրաստվում գնալ, այն որ պիտի գա, անունն ինչ է, հայտնի է, մոռացա կարճ ասած։ Իսկ տոմսերը 3-ն են, դեռ ապրիլին էին գնել, մտածում էինք, նա ընդհատեց ինքն իրեն, կգաս։ Եվ նրանք գնացին այդ հայտնիի համերգին։ Մարիամը թեև առաջին անգամ էր լսում նրա երգերը, բոլորի հետ միասին ձայնակցում էր, սովորելով կրկներկների բառերը, վեր էր բարձրացնում ձեռքերը, հիացմունքից բղավում։ Ինչ որ դուռ բացվեց նրա հոգում, ինչ որ սեմ ու չար բան դուրս թափվեց, այն ինչ ոչ արցունքներով էր հնարավոր թափել, ոչ աղոթքով մաքրել։ Մանավանդ, որ աղոթքի մեջ անընդհատ զգացվում էր այրող վիրավորանք Աստծո անարդարության հանդեպ։ Մարիամը ցատկում էր, բղավում, երգում, իրեն վայրի ու ազատ էր զգում եւ հասկանում էր, որ ինչ որ կարևոր փուլ հաղթահարված է։ Ապագայում էլ ամեն ինչ պարզ ու հեշտ չի լինի, բայց չեն լինի նաև մտքեր, թե կյանքն իզուր անցավ, թե ամեն ինչ զուր էր, որ ինքը 40 տարեկանում ծերացել է, որ ոչ մի լավ բան չի սպասվում եւ առջևում խավար է։ Մարիամը բղավում էր ողջ մարզադաշտի հետ միասին եւ գիտեր, որ լինելու է։ Լինելու է երջանկություն, լինելու է կյանք։ Իսկ հետո նրանք գնացին սրճարան։ Իսկ Տիգրանն այնքան էր հիացած համերգով, որ անգամ ժպտում էր։ Իսկ հետո նա փշտաց ու գազավորված ըմպելիքը դուրս հոսեց նրա քթից։ Տիգրանը քթաչքներ խոժոռում, թափահարում էր գլուխը եւ դա ծիծաղելի էր։ Եվ թեև նման բաների վրա ծիծաղելը հիմարություն է եւ անվայել, նրանք երեքով խելագարի պես ծիծաղում էին։ Չնայած Մարիամը մտածում էր, որ արդեն մոռացել է ծիծաղելը։ 2 շաբաթ անց Գյումրիից վերադարձավ Նարեն։ Տատիկը, Մարիամի մայրը, ինչպես կարծում էր Մարիամը, առայժմ տեղյակ չէր խնդիրներից։ Նրա սիրտը թույլ է, ինչի համար տխրեցնել։
Սակայն պարզվեց, որ նա ամեն ինչ գիտի, երևի գլխի էր ընկել։ Մարիամն ապշեց։ Չէ որ նա եւ մայրը ամեն օր խոսում էին հեռախոսով, բայց նա ոչ մի նման բան չէր ասում։ Իսկ դա նրա համար է, որ դու չտխրես, բացատրեց դուստրը։ Քեզ իբր թե ավելի հանգիստ է իմանալ, որ տատիկը չի անհանգստանում։ Ինչ որ փակ շրջան է։ Բոլորս վախենում ենք իրար տխրեցնել, քմծիծաղ տվեց Մարիամը եւ գրկեց դստերը։ Դե մենք կանայք ենք, խորիմաստ արտասանեց Նարեն։ Մարիամը համբուրեց նրա քթի ծայրը։ Տատիկն ինձ մեկնելուց առաջ ասաց. «Մորթ աջակցիր, այնտեղ շատ մի մեծամտածիր, իսկ հորդ ներիր, ինչպիսին էլ լինի հայրդ է, առանց նրա դու լույս աշխարհում չէիր լինի։ Ահա, լսիր տատիկին եւ մի մեծամտածիր»։ Հիմա նրանք քմծիծաղ տվեցին արդեն միաժամանակ։ Արսենն ու Լիլին մեկնելին ԱՄՆ, առայժմ 3 ամսով, իսկ հետո պարզ կլինի։ Ընկերությունից դուրս եկան, այնտեղ նրանց վրա շատերն էին ծուր նայում, որոշեցին իրենց բախտը փորձել օվկիանոսից այն կողմ։ Նարեն հրաժեշտ տվեց հորը, նույնիսկ հաջողություն մաղթեց։ Մարիամը մտահոգ նայում էր նախկին ամուսնուն, զուգված, զարդարված, նոր սանրվածքով, անծանոթ օծանելիքի բուրմունքով, վզին գույնզգույն շարֆով, ով փախցնում էր հայացքը եւ ձեռքն էր խոթում գումարը, ասելով. «Էստեղ քիչ է, գիտեմ, բայց ես այնտեղ ոտքի կկանգնեմ ու հետո կուղարկեմ»։ Նայում էր ու մտածում, որ խղճում է այս մարդուն ու իրեն իհարկե նույնպես։ Նույնիսկ ոչ թե իրեն, այլ իր վերաբերմունքը նրա հանդեպ, որն այլևս չկա։ Երեկոյան զանգահարեց Դավիթը։ «Չեք ուզում Նարեի հետ վաղը զբոսայգի գնալ։ Եղանակը լավն է, թե չէ ամառն ավարտվում է, անձրևներ կլինեն, զբոսանքի ժամանակ չի լինի»։ «Նարե», կանչեց Մարիամը, «մեկ վաղն այգի ենք ուզում գնալ»։ Դուստրն ինչ-որ բան փնթփնթաց, որը կարելի էր համաձայնություն համարել։ «Այնտեղ բուրգերների փառատոն է», ասաց Դավիթը։ «Հուսով եմ դիետայի վրա չեք»։ Մարիամը մտածեց, որ գուցե եւ արժեր դիետա պահել։ «Կփորձեմ այն ամենը, ինչ նրանք այնտեղ եփել են», պատասխանեց նա, «եւ թող ինձ ավելի վատ լինի»։ Սեպտեմբերի 1-ը հանդիպեց շաբաթվա կեսին։ Անձրևի պատճառով միջոցառումն անցկացրեցին մարզադահլիճում։ Մարիամը կարող էր եւ չգալ, բայց այնուամենայնիվ որոշեց գնալ, չնայած դստեր բողոքներին։ Կանգնած էր ծնողների ամբոխի մեջ եւ նայում էր Նարեին ու Տիգրանին։ Հիշում էր, թե ինչպես էին նախկինում չորող ճանապարհում իրենց փոքրիկներին։ Մի անգամ Լիլին լաց եղավ, այնքան էր խղճում Տիգրանին, դասարանի ամենափոքրիկին։ Դա հիմա է նա գրեթե բոլորից բարձրահասակ, իսկ այն ժամանակ փոքրիկ էր, նիհար, մազերը բիզբիզ, ինչպես անուղղելի ամբողջովին հորն էր քաշել, ոզնի։ Իսկ Նարեն միշտ ականջից ականջ ձգվող եպիտով էր, ցրված, դեռ առաջին դասարանում հենց առաջին օրը կորցրեց կոշիկի տոպրակը, միամիտ, կատվի ձագի պես։ Հիմա նա շատ է փորձում մեծ երևալ, չի հասկանում, թե որքան հրաշալի է երեխա լինելը։ Իսկ մյուս կողմից ով է դա երբևէ հասկացել։ Մեկ շաբաթ անց Նարեն հայտարարեց, որ ուզում է մազերը կարճ կտրել, ներկել սև գույնով, կարմիր շերտերով եւ քթանցքում օղակ դնել։ Փողզիջման եկան օղակի եւ սանրվածքի շուրջ։ «Ես լսել եմ, որ ծակած քթի պատճառով կարող է քրոնիկ հարբուխ սկսվել», վերջին փորձն արեց մայրը։ Դուստրն արհամարական հայացք գցեց նրա վրա եւ պատասխանեց, որ դա հիմարություն է եւ էս մեկ միջոց է իրեն համոզելու։ Եվս մեկ օր անց Մարիամին կանչեց դասաղեկը։ «Դուք հասկանում եք, թե ինչ է կատարվում ձեր դստեր հետ», խիստ տոնով արտասանեց նա։ «Դա տերահասության շրջանի խռովություն է, որը վկայում է տրավմայի մասին»։ Մարիամը զարմացավ եւ հարցրեց. «Ինչի դեմ է խռովում Նարեն»։ «Դուք էլ ամեն ինչ հասկանում եք, մի ձևացրեք։ Ամուսնալուծություն, հոր մեկնում, դուք միայնակ եք մեծացնում դստերը։ Աղջիկը ուժեղ ստրես է ապրում։ Այստեղից էլ իրեն այլանդակելու փորձերը։ Իմ կարծիքով եւ սանրվածքն է սազում նրան, եւ օղակն էլ շատ նուրբ է նայվում»։ Դստերը պաշտպանեց Մարիամը, ով իսկապես այդպես էր կարծում։ Բայց ուսուցչուհին նրան դասախոսություն կարդաց այն մասին, որ ամեն ինչ սկսվում է օղակից, իսկ կարող է ավարտվել թմրանյութերով եւ տնից փախչելով։ Դստերը գրանցեք հոկեբանի մոտ, այլապես ուշ կլինի։ Նարե, դու իսկապես բողոքում ես, այդքան ուժեղ ապրում ես հորդ պատճառով։ Գուցե հոկեբանի մոտ գնանք, շեմից սկսեց Մարիամը տուն վերադառնալով։
Ամբողջ ճանապարհին քիչ էր մնում լաց լիներ, այնքան վախենալու էր։ Ուզում էր ավելի նրբանկատ ձևակերպել, բայց հուզմունքից կտրուկ ասաց ինչպես որ կա։ «Մամ, ինչ ես ասում, պարզապես մազերս նոսր են, ինտերնետում տեսա հոլովակ նայեցի, որ իմ մազերին այս սանրավացքն է սազում, բայց այն իսկապես սազում է, չէ, իսկ օղակն ուղակի թույն է, էլ ինչ հոգեբան»։ Քո ուսուցչուհին կարծում է, որ դա հորդ պատճառով է, որ ես փորձանքն աչքաթող եմ արել։ Նարեն կրկին լուրջ նայեց մորը, եւ Մարիամն այդ պահին հասկացավ, թե նա ինչպիսի տեսք կունենա, երբ մեծանա։ Նա ուղակի հիմար է, ահա եւ վերջ։ «Մամ, ես թքած ունեմ նրա վրա, ես չեմ տանջվում», ասաց Նարեն։ Գնաց ու գնաց։ Դասարանի կեսի ծնողները բաժանված են։ Սկզբում չէի կարողանում ներել, հասկանալ, ինչու նա ինձ լքեց։ Նախկինում գիշերը գիրք էր կարդում եւ անպայման ասում, որ նա իմ ընկերն է եւ որ ես միշտ կարող եմ հույսս իր վրա դնել ցանկացած իրավիճակում։ Ես ահա մտածում էի հետո. լավ, ինչու էր նա այդպես ասում, եթե վերցրեց ու փախավ եւ անգամ չի զանգում։ Հետո հասկացա, բայց քեզ համար ավելի վատ է, չէ՞ որ նա քեզ էլ էր այդպես ասում եւ քեզ էլ լքեց։ Ես մտածեցի. դե ուղղակի նա այսպիսի մարդ է, ստախոս ու դավաճան։ Իսկ հիմա ինչ անենք մենք, մեռնենք ինչ է, լանք մեր օրերի վերջը, հոգեբույժների դռներ ընկնենք, մինչև թոշակի գնալը, մտածենք, որ մեզ հետ է ինչ-որ բան այն չէ։ Դե դա մեզ հետ չէ, որ այն չէ, այլ իրը։ Դուստրը գրկեց մորը եւ այտով հպվեց նրա այտին։ Ինչ հոգեբան, մամ, թող ինքը իր համար հոգեբան փնտրի։ Նարեն խոսում էր խառնիխուռն, կծկտուր, բայց Մարիամն ամեն ինչ հասկացավ։ Նրանք երկար կանգնած էին գրքախառնված, լռում էին եւ յուրաքանչյուրը մտածում էր իր մասին։ Նարենը հանեց օղակը աշնանային արձակուրդներից հետո, հոգնեց։ Փոխարենը անցքեր արեց ականջներում եւ հիմա արծաթե մեխիկներ էր կրում։ Մարիամը մտածեց, որ դա գեղեցիկ է, գուցե ինքն էլ անի, ինչ կա որ։ Կարելի է եւ փորձարկումներ անել, բայց առայժմ սահմանափակվեց նրանով, որ գրանցվեց յոգայի եւ դա նրան անսպասելիորեն դուր եկավ։ Դավիթը նոր մեքենա գնեց եւ նրանք 4-ով աշնանային արձակուրդներին դրանով գնացին լճի ափին գտնվող հանգստյան տուն համատեղ ծախսերով։ Շատ հրաշալի էր, 3 հրաշալի օր։ Տիգրանը սովորեցնում էր Նարեին գիթառ նվագել։ Պարզվում է նա 3 ընկերների հետ խումբ էր ստեղծել։ Հիմա նվագում էին ամեն ազատ րոպեի, փորձում էին երգեր գրել։ Արսենը ժամանակ առ ժամանակ գումար էր փոխանցում։ Կնոջ եւ դստեր հետ կարգին չէր խոսում։ Այսպես բարևներ էին փոխանակում եւ վերջ։ Փոխարենը Լիլին հանկարծ զանգահարեց եւ բողոքեց, որ Արսենն անկարող է ու ինֆանտիլ, չի կարողանում մի մեղ խփել, իսկ եթե մի բան փչանում է, ապա վարպետին սպասել է երկար եւ թանկ։ Նույնիսկ աշխատանք գտնելի վիճակի չէ։ Ինքն արդեն օրինակ տեղավորվել է, իսկ նա դեռ ոչ։ Դե կներես, որ քեզ համար վատ ամուսին եմ դաստիարակել, ասաց Մարիամն ու անջատեց հեռախոսը։ Դեկտեմբերին Մարիամին պաշտոնի բարձրացում տվեցին, մինչև պահեստապետ, աշխատավարձն ավելացրին։ Յոգան իզուր չէր անցել, եւ Մարիամը հագավ այն զգեստը, որը գնել էր 1 տարի առաջ, բայց ամաչում էր կրել։ Գեղեցիկ է, բայց ոչ իմ վրա, այսպես էր թվում նրան, բայց պարզվեց, որ իր վրա նույնպես գեղեցիկ է։ Նշեցին 4-ով Մուզա ռեստորանում եւ Դավիթը կարմրելով հրավիրեց Մարիամին ապարելու։ Երեխաներն աչքերն էին ոլորում, իսկ մեծահասակները դոփում էին երաժշտության տակ եւ նայում միմյանց, ասես առաջին անգամ տեսնելիս։ Մոտեցավ ամանորը, աննկատ, բուքերի, գործերի եւ հոգսերի հորձանուտում։ Նշեցին տանը, որպես ընտանեկան տոն։ Արսենը չզանգահարեց, եւ Մարիամը բռնեց իրեն այն մտքի վրա, որ իրեն միևնույնն է, միայն Նարեին էր խղճում։ Մրջնաբույն կթխենք, ու մեկ էլ կարտոֆիլ թխվածք, հա? Առաջարկեց նա, երբ դստեր հետ քննարկում էին ճաշացանկը։ Մարիամն ուշադիր նայում էր Նարեին, փնտրելով հոր պահվածքից թխրության եւ հիասթափության նշաններ։ Ինչու ես այդպես բլել վրաս, հարցրեց վերջապես Նարեն։ Նոր բշտիկ է դուրս եկել, թե ինչ։ Չէ, ես պարզապես մտածում եմ, կարևոր չէ։ Դե ինչ, շուբա ենք սարքելու, թե միմոզա։ Որոշեցին եւ մեկը եւ մյուսը, եւ նաեւ իհարկե մայրաքաղաքային։ Առանց դրա հոնոր տարի չի գա։
Հյուրերը եկան 7-ին եւ անմիջապես ներգրավվեցին պատրաստության մեջ, քանի որ ոչ մի կին միսն այնպես չի պատրաստի, ինչպես դա պատրաստում է Դավիթը։ Տիգրանը գնաց ստուգելու Նարեի գիթառային հաջողությունները։ Նա վերջին շրջանում մռայլ է ման գալիս, կամացուկ կիսվեց Դավիթը Մարիամի հետ, երբ նրանք կախարդում էին խոհանոցում։ Խմբին մեներգիչ էր պետք, իսկ երաժիշտներից ոչ ոք երգել չգիտեր։ Ուզում էին ամանորյա միջոցառմանը ելույթ ունենալ, իսկ առանց մեներգչի ինչպես ելույթ ունենալ։ Մարիամի գլխում միտք ծագեց։ Նա վազեց դստեր սենյակ, որտեղից լսվում էր գիթառի ձայնը, եւ մոռանալով թակել, ներս խուժեց այս բառերով. «Լսիր, իսկ Նարեն ձեզ չի համապատասխանի Տիգրան։ Նա երաժշտականում է սովորել մինչև անցյալ տարի, մինչև թողնելը։ Նա երգչախմբում բոլորից լավ էր երգում։ Նա երգել գիտի»։ Նարեն ձգելով ասաց. «Դե մամ, դե դու ընդհանրապես»։ Ընդ որում երգչոտ նայեց Տիգրանին, եւ Մարիամը հասկացավ, որ դուստրը տեղյակ է խնդրից, եւ շատ էր ուզում առաջարկել իր թեկնածությունը, բայց ամաչում էր եւ վախենում մերժումից։ Տիգրանը խիստ գիտեց հոնքերը, իսկ հետո նայեց կրտսեր ընկերուհուն նոր հետաքրքրությամբ։ «Ինչ է, ճիշտ ես կարողանում»։ Նարեն պատրաստակամորեն գլխով արեց։ «Կգաս ուրեմն փորձի, մենք ամսի 2-ին արդեն հավաքվելու ենք եւ պետք է...» Թե ինչ էր պետք մնաց անհայտ, քանի որ դրան զանգը հնչեց։ «Մենք ոչ մեկի չենք սպասում»։ «Հարևաններն են երևի», փնթփնթաց Մարիամը։ Դավիթն անհանգստացավ։ «Ես ճիշտն ասած ձմեռ պապ էի պատվիրել, բայց դեռ շուտ է, նա ժամը 10:30 պիտի գա։ Գուցե խառնել է»։ Դեռահասներն իրար նայեցին եւ միահամուռ աչքերը ոլորեցին։ «Ձմեռ պապ, լուրջ»։ Մարիամը գնաց դուռը բացելու, դա իսկապես ձմեռ պապ էր, բայց շատ յուրահատուկ, սև վերարկուով, ճամպրուկով, կպցիրած մորուկով եւ կարմիր գլխարկով։ Նախևառաջ Մարիամը ճանաչեց ճամպրուկը։ «Արսեն», բացականչեց նա, «դու ինչ ես անում այստեղ»։ «Շնորհավոր տոնդ, ուզում էի անակնկալ անել», մկկացրեց Արսենը։ «Եվ ես այստեղ ապրում եմ նաեւ ընդհանրապես», արդեն ավելի կոպիտ ասաց նա վերջում։ «Մոռացել ես»։ «Ապրում էիր», ուղղեց նա։ «Մենք բաժանվել ենք, հիշում ես, դու չէիր հավակնում գույքին, առավել եւս վարկը հիմնականում ես էի վճարում»։ Դու ինքդ էիր այդպես ասում հեռանալուց առաջ, այնպես որ... Հա, գիտեմ, նա վեր թռցրեց ափերը։ Ես սխալ արտահայտվեցի, մոռաչիր այդ մասին, խնդրում եմ։ Արսենը փախցրեց հայացքը։ Ես շատ բան եմ հասկացել եւ վերաիմաստավորել։ Դուք հունարեն ամենաթանկն եք, որ ես ունեմ։ Ներիր ինձ, Մարի, խնդրում եմ, մենք կարող ենք սկսել։ Նրան մայրս լքել է, հնչեց մեջքի հետևից։ Արսենը չռեց աչքերը տեսնելով Դավիթին ու Տիգրանին։ «Տիգրան, իսկ որտեղից դու...» սկսեց Դավիթը։ «Իսկ ես նոր կարդացի նրա հաղորդագրությունը», անվրդով արտասանեց տղան։ «Նա շնորհավորել է իմ ու քո նոր տարին եւ նկար է ուղարկել, ինչ որ ծովից։ Նա այնտեղ նշում է ուրիշ տղամարդու հետ»։ «Պարզ է», ասաց Մարիամը։ Նա աշխատանք գտավ, հարմարվեց, իսկ դու այդպես էլ չկարողացար։ Նաեւ կենցաղում, այսպես ասած, չարդարացրիր։ Դրա համար էլ նա քեզ դուրս շպրտեց, հա։ Իսկ Դավոն փաստորեն այստեղ արդեն տաքուկ տեղ է գտել, չարությամբ նետեց Արսենը։ Մարդը, ինչպես ասում են, գնաց Գյումրի, իսկ կինը... Այդ ինչ ես դուրս տալիս, ինչպես է խիղճդ ներում, զզվանքով արտասանեց Մարիամը։ Միջանցք դուրս եկավ Նարենը։ «Վայ աղջիկս», ասաց Արսենը եւ ժպտաց, բայց պատասխան ժպիտ չստացավ։ Այդ պահին վերելակի դռները բացվեցին եւ հայտնվեց եւս մեկ ձմեռ պապ, արդեն շատ ավելի մեծ, նման իսկականին։ «Նոր տարի, նոր երջանկություն», գոռաց նա։ «Իսկ ես եկել եմ Մարիամի, Նարեի եւ Տիգրանի մոտ շնորհավորանքներով եւ նվերներով»։ Ինչքան անժամանակ։ «Դե ահա», դժգոհությամբ փնթփնթաց Դավիթը, նետվեց դեպի ձմեռ պապը եւ սկսեց ինչ-որ բան ասել նրա ականջին։ Արսենը տոպում էր տեղում, ճամփրուկը մի ձեռքից մյուսի տեղափոխելով։ Որոշվում էր նրա ճակատագիրը։ «Իսկ ինչու անժամանակ», հանկարծ հարցրեց Մարիամը։ «Շատ էլ ժամանակին է, նոր տարին մի 2 ժամից է»։
Ներս եկեք, պապիկ, մենք վերջացրել ենք, ընկերն արդեն գնում է։ Թե որտեղից դուրս թռավ այդ ընկերը, Մարիամն ինքն էլ չհասկացավ։ Նախկին ամուսնուն ուսով մի կողմ հրեց, բնակարան մտցնելով ամանորյա հյուրին։ «Դու գնա, Արսեն, արդեն գնա», ասաց նա նախկին ամուսնուն։ «Մենք քեզ հետ արդեն ամեն ինչ խոսել ենք»։ Ձմեռ պապը շռայլ գտնվեց։ Տիգրանին նա բերել էր էլեկտրագիթառ, Նարեին արծաթե թևնոց եւ ականջողեր, իսկ Մարիամին քաղցրավենիքի մեծ զամբյուղ։ «Վայ, ձեր ձեռքը հոգնի հարես», հառաչեց նա։ Ամբողջ յոգան ջուրն ընկավ։ Հետո ավելի ուշադիր նայեց եւ կոնֆետների ու շոկոլադների մեջ հայտնաբերեց կապույտ թավշից մի տուփ։ Դա հիմարություն է իմ կողմից, բայց ես չգիտեի, որ նրանք Լիլիի հետ։ Գուցե դուք հիմա հաշտվեց այնուամենայնիվ, իսկ մենք քեզ հետ դեռ ոչ մի անգամ չենք էր խոսել այդ մասին։ Դու ամենայն հավանականությամբ ինձ տեսնում ես միայն որպես ընկերոջ, դրան էլ գումարած Արսենը հիմա փաստորեն։ Այնպես որ արի պարզապես մոռանանք եւ ես համաձայն եմ։ Անսպասելիորեն եւ Դավիթի եւ ինքն իր համար պատասխանեց Մարիամը։ Ով է այդպես շուտ համաձայնում, կարծես նստած սիրահարված հիմարի պես սպասում էր։ Իսկ մյուս կողմից հերիք է սուտ խոսել։ Իհարկե սպասում էր եւ իհարկե սիրահարված էր։ Վերջին ամիսներին այնքան բան էր փոխվել թե կյանքում, թե սրտում։ Նոր երջանկություն, Դավ, կամացուկ ասաց Մարիամը։ Հաստատ որ չկար չարիք առանց բարիքի։ Հա, դժբախտությունն օգնեց։